Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանը, այսօր ինչպես ամեն ուրբաթ մենք խոսելու ենք միայն ու բացառապես մշակույթից, մշակույթի շուրջ եւ մշակույթի մասին։ Եվ այսօր ես զրուցելու եմ իմպրովիզի, այսպես ասեմ, վարպետ, ջազ երաժիշտ Վագն Հայրապետյանի հետ, բարև ձեզ, պարոն։ Բարև ձեզ։ Պարոն Հայրապետյան, քանի որ խոսքը մշակույթի մասին է, տեսեք, մենք մինչ հաղորդումը որ զրուցում ենք, դուք ասացիք, որ ըստ էության ամեն ինչը մշակույթ է։ Իհարկե։ Սկսենք նույնիսկ իրար հետ խոսելու բարևելուց սկսած մշակույթը սկսվում է դուրը բացելուց, ողջունելուց։ Կարող ենք մենք որպես հասարակություն մեզ համարել մշակութային։ Ինձ թվում է կարող ենք ի նկատի ունենալով մեր երաժշտական, չգիտեմ, ճարտարապետային եւ մեր ստեղծագործ ազգ լինելով հանդերձ, բայց նաեւ մեր մշակույթի մեջ ունենք ու ունեցել ենք շատ բացեր, որը փորձում ենք նաեւ շտկել։ Ոնց որ օրինակ իրար հետ հարաբերվելու, աղբ չթափելու մշակույթ, դա էլ կա, չէ՞։ Ամբողջ աշխարհում մտածում են մեքենա վարելու, այս շատ կարևոր է, ազգին օրինակ շատերը ինձ հյուր են գալիս դրսից Հայաստան ու մեզ ճանաչում են մեր մեքենա վարելով, ինչը որ գովելի չի, դից ասեմ։ Տեսեք, տարիներ առաջ ինձ շատ հարազատ մարդկանցից մեկը հարցրեց, ասեց մենք ինչու ենք այդպես, մենք նկատի ունենք ագրեսիվ, ինչու ենք այդպես մեքենա վարում, ասեցի դու տեսել ես մենք ինչպես ենք քայլում մայթերով։ Այսինքն մենք մայթերով քայլելով սովորում ենք այն, ինչ որ պիտի անենք, լավ, վատ իմաստով եմ ասում, այն ինչ որ պիտի անենք փողոցում, արդեն երթևեկության մեջ, չէ՞։ Հիմա տեսեք, դիվանագիտության մեջ այսպիսի մի չգրված կանոն կա, ասում է ցանկացած տեքստ, որ կարդում ես, իրական տեքստը սկսվում է բայցից հետո։ Դուք ձեր միտքը սկսեցիք, ինչ-որ բան ասեցիք, հետո ասիք բայց, հիմա եկեք այդ բայցից հետո սկսենք քննարկել։ Մենք դա էլի, մենք ասում ենք Արամ Խաչատրյան, Կոմիտաս, Նարեկացի, բայց մեկ էլ դուրս ես գալիս փողոց ու բանի զայնային ազդանշանների ու աղբուկի ու անհանդուրժողականության, ինչով այդ անհանդուրժողական մտնոլորտը հիմա չի որ սկսել է, միշտ է, որ մեկ ասում են, այ հիմա շատ անհանդուր, միշտ է եղել, ես 15 տարեկան եմ, ես միշտ այդ օրինակը հիշում եմ, 15 տարեկան դպրոցական էի դեռ ավելի հին, ու ես առավոտյան գնացի գնում էի դպրոց, այդ ճանապարհին երկու մեքենա իրար հարվածեցին ու այն հետևի հարվածող դիմացի մեքենան կանգնեց ու դուրս եկան երկու հոգի սկսեցին ծեծել այն հետևի հարվածող պապիկին տարիքով օրինակ էլի ես դպրոցական երեխաս ապշար նայում էի էլի փոխանակ մի հատ զրուցեին իրար հետ ավելի տենց փորձեին հասկանալ մի անգամից այդ ագրեսիան այդ մի տենց հիմա չի որ կա էլի այդ ագրեսիան եղել է բայց դա չգիտեմ ինչից է գալիս այդ ագրեսիան այսինքն գիտեմ եկեք քննարկենք դա էլ կարամ ասեմ որովհետև մեր երեխեքը ոնց է չէ որ տղաներին որ ուղարկում ես բակ խաղալ, ասում ես տղա ջան, քեզ որ հանգարց բակում բանասողի կարող կտաս գլխին, չէ։ Այսինքն այդ երեխին որ գնում է բակ, ոչ թե իջնում է իր հասակակիցների հետ շփվելու, ընկերանալու, այլ արդեն ինքը որպես թշնամի է նայում համենայն դեպս իր շենքի հարևան իր տարեկից երեխեքին կամ դիմացի շենքի, չէ։ Այդ ագրեսիան արդեն այդտեղից դրա չենք ասում բարի ջան որ իջնում ես բակ այդ երեխեքի հետ խաղա շփվի օրինակ ինչ որ մի բանով կիսվի հետ կամ չգիտեմ մի գիրք կարդացեք միասին հետո փոխանցեք այդ գիրքը իրար կարծիքներ փոխանակ չէ ասում են քարով կտաս գլխին բարի ջան որ քեզ բանասողը լինի պապանտերը հա այդ հետո մեծանում են ու սկսում են իրար արդեն ոչ թե քարով, այլ ուրիշ բաներով հարվածել են, այդ մենտալիտետը պետք է մեր մեջից մաքրվի, որ մենք կարողանանք իրար հետ
հարաբերվել, էլի, ոչ թե որպես թշնամի, այլ որպես բարեկամ։ Տեսեք, այդ մաքրելու տարբեր եղանակներ ու ձևեր կան։ Դրանցից մեկը ըստ էության տերորն է։ Այսինքն, երբ պետությունը սկսում է տերորի ենթարկել բնակչությանը, ասում է, չէ, այս բաները չպիտի անես, եթե անես կգնաս կփակվես շատ երկար ժամանակ։ Կարող է Մյուս տարբերակը դա դաստիարակելն է, այսինքն, երբ պետությունը վերցնում է իր վրա այդ դաստիարակի ֆունկցիան, հասարակություն դաստիարակելու ֆունկցիան։ Ցավոք սրտի վերջին 30 տարվա ընթացքում ես չեմ կարող գլուխ գովել, թե ես պետության կողմից նման նախաձեռնություն երբևէ տեսել եմ, ինչու, ըստ ձեզ։ Դե տեսեք, ելի եկանք կրթվելուն, դա կրթությունից է սկսվում, դպրոցներից է սկսվում, մանկապարտեզներից է սկսվում, տնից է սկսվում, այդ ցախ կրթվելուց է, կրթվելու պակասից է սկսում։ Հասկանում եք, մենք ամբողջ աշխարհում մարդիկ փող են տալիս, որ իրանց երեխեքը բան սովորեն, իսկ մեր պատմության մեջ մենք փող ենք տվել, որ մեր երեխեքը բան չսովորեն։ Բայց դիպլոմ ստանան։ Հա, բայց դա էլ է սա կրթվելուց է, սա ամեն ինչի սկիզբը տուն, մանկապարտեզ, դպրոց, բու։ Քաղաքը տեղից է գալիս։ Եվ ես դպրոցական երեխա եմ, ես հիշում սովորել եմ Շիրվանզադեի անվան դպրոցում միջնակարգ, Չայկովսկում եմ սովորել։ Մենք մի հատ երգի դասատու ունեինք, որը ակարդեոնով գալիս էր դասի ու ցուցապայտով խփում էր երեխեքի մատներին, որ երկու մատ խորքից գրենք, բայց մեր երկու մատն ու իր երկու մատը դեռ շատ տարբեր էր, էլի։ Ու ինքս ես լավ հիշում եմ այդ ցուցապայտի հարվածներն էլ եմ հիշում, այդ տենց չես կարող երեխա կրթես խփելով, էլի։ Ես տենց անգլերենի դասատու եմ ունեցել դպրոցում, որից ծեծել է կամ խփել է ոդկով։ Հիմա բայց օրինակ դժգոհում կուտակվում, ու ունենում ենք, ինչ ունենք։ Հիմա ճիշտ ասած մի քիչ հակառակ պատկերից են դժգոհում, որ ուսուցիչները դպրոցում ըստ էության իրավունքներ չունեն, ճիշտ հակառակն են, հա, այդ հիմա այսպես տարածված բառ կա, բուլինգը կոչվում։ Հա, այդ ատելության բանն, հա, ուղղվածությունն է, ու հենց ուսուցիչներն են ենթարկվում արդեն աշակերտների կողմից։ Այսինքն դա գիտեմ, դա իմ երեխեքից եմ տեսնում, որտեղ երեխեքս զարմանում են, թե իրանց տարեկից երեխեքը ոնց են իրանց պահում դպրոցում, բայց դա տան դաստիարակությունից է գալիս։ Բայց այստեղ տեսեք, չեք կարծում, որ մի քիչ փակ կախարդական շղթայի մեջ ենք հայտնվում, ինչու, որովհետև դպրոցը թվում է թե պիտի տա մի բան, այդ երեխան ընտանիքում սովորում է բոլորովին այլ բան։ Փողոցի մասին հələ չեմ խոսում, փողոցը այդտեղ այլ փիլիսոփայություն է լրիվ, ու այս հակասությունը, այսինքն ինքը ակնհայտորեն բերում է այն ամենին, ինչի մասին մենք քիչ առաջ խոսում էինք։ Այստեղ էլ իր ազդեցությունը ունի ինտերնետը, իր ազդեցությունը ունի ագրեսիվ սերիալները, բնականաբար, որ տենց չգիտես ինչի այդ ժարգոնը դառնում է որպես բան տենց լավ տղայի ժարգոն էլի, տենց եթե դու տենց գողական ձևի չես խոսում քո դիմացինի մեջ, ուրեմն դու լավ տղա չես էլի։ Մի քիչ պիտի աշխարհի հետ շփվեն, դա էլ չտեսությունից է գալիս, մենք անընդհատ իրար հետ, իրար մեջ ենք շփվել։ Մի հատ որ ինչի է լինում, որ գնում են մարդիկ ուրիշ երկիր, կամ նամանավանդ երիտասարդ տարիքում, ասում են ուրիշ բաներ էլ տես, բարձվում է պետքա հերթ կանգնել, բարձվում է պետքա դուրը ծեծել, նոր ներս մտնել, բարձվում է պետքա իրար նայելուց բարևել, չէ, բարձվում է օրենքը նրա համար չի, որ խախտես, հետո փող տաս ազատվես, օրենքը նրա համար, օրինակ ամբողջ աշխարհում խմած մեքենա վարելու համար կարող է մարդիկ 20-25 տարի գնան նստեն, ստեղ հետևանքներից։ Հա, նայած էլի, բայց դա պատիժները շատ ավելի, օրինակ սիգարետը մեքենայից դուրս գցելու համար ես մարդ մեջն եմ եղել այդ մեքենայի $2000 շտրաֆ մուծեցի մաչքի առաջ։ Տեսեք, մենք խոսում ենք կրթության մասին, մենք խոսում ենք դաստիարակության մասին, մենք խոսում ենք, որ ամենայնպես այսպես միտք հնչեց, ես հնչեցրեցի, որ դա ըստ էության պետության որոշումների դաշտում է։ Նաև հիմա դուք մատնանշեցիք ասիկ սերիալներ, ինտերնետը եւ այլն։ Հիմա պետությունը այդ ամենի
դեմը ինչպես պիտի առնի, որովհետև մենակ կրթությամբ դա անել հնարավոր չէ։ Ես օրինակ չէի թողի այդ վտանգավոր սերիալներն ու վտանգավոր հաղորդաշարերը եթերով հեռարձակվեր։ Եթե իմ կարծիքը լավ տենց ասեմ հարցնեք, ես կարգել է այդ տիպի սերիալները, որտեղ որ բռնություն կա ու որտեղ որ այդ բռնությունը խրախուսվում է, այսպես ասած։ Տեսեք, վերջերս այս տարի էր կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը հետո կներեք մի բան էլ լավ, կներեք շատ ներողություն էլի որ ձեր խոսքը ընդհատում եմ։ Նայեք այդ բռնությունը բացին այնից որ խրախուսվում է, այդ բռնությունը դառնում է օրինակ։ Իսկ դու պիտի սենց անես, որ դες սենց պիտի սան պատասխանես, որ դες դա դառնում է արդեն օրինակ ու դա դառնում է, եթե դու տենց չես, ուրեմն լավ չի, պիտի տենց ելնես, էլի։ Այդ խնդիր կա, էլի։ Ես օրինակ որոշ դες եղել աչքովս դες մի կանաց սերիալ անգել, ասում լավ, բայց ու հա, դա է ուզում ասեի։ Դա այնքան էլ այնց չի ոնց որ ներկայացվում, չգիտես ինչի, այնց այդ սերիալներում տենց է ներկայացվում, որ դի հայ տղամարդը հայ կնոջը ծեծի անպայման, չգիտեմ, տղան պիտի գողավազակը լինի, պապան պիտի, չգիտեմ, ասած վիզա հասցնի։ Մաման խոհանոցից պիտի դուրս չգա, պիտի չաշխատի։ Ինչ որ այդ էլ այդքան տենց չի, ոնց որ տենց ցուցադրում է ու դա ինչ որ մի հատ sense կլիշե է դառնում, որ այս sense է մեր մոտ։ Իսկ չեք կարծում որ դա այդքան էլ է տենց։ Իսկ չեք կարծում որ դա միտումնավոր է։ Կարող է միտումնավոր է։ Որովհետև լավ, ասենք խոսքը 1 կամ 2 կամ 3 անգամ սերիալի մասին չի, ասենք մենք հիմա հեռուստաալիքներ ունենք, որ առավոտից երեկո սերիալներ չուր է, որ ես հետևում եմ գործի բերումը, քանի որ ես մի քիչ այդ իմաստով հեռուստատեսային մարդ եմ։ Մենք ունենք հեռուստաալիքներ, որոնք առավոտից երեկո այդ սերիալային դրամաբանության մեջ են ու առավոտից երեկո այնտեղ բռնության տեսարաններում ընտանեկան բռնության տեսարաններ են օրինակ նուրջ Մաչիկեմ կարող է իրանք իրանք ռեյտինգն են ապահովում, չգիտեմ ինչ են ապահովում։ Իրականում իրենք ձևախեղում են մեր մասին մեր իսկ պատկերացումը։ Այդ է ասում, իրանք խեղաթյուրում են հենց դա։ Ես էլ կփագեի այդ սերիալները, կփագեի, ուրիշ հաղորդումներ կարելի էր ավելի ուսուցողական, ավելի մարդասիրական ու ավելի աշխարհայացք լայնացնող հաղորդումներ կարելի էր ուրիշ բաներից խոսալ։ Գիտեք ինչ, տեսեք, այստեղ մենք խնդիր ունենք ու այդ խնդիրը կապված է այդ ձեր ասած հեռուստաընկերությունների պատկանելության հետ, որովհետև նման պահանջ կարելի է դնել հանրային հեռուստաընկերության առաջ, օրինակ, բայց մասնավոր հեռուստաընկերության առաջ նման պահանջ դնել, որ գիտես ինչ կա, դու պիտի գիտահանրամատչելի լավ երաժշտական հաղորդումներ, ոչ տափակ հումոր պիտի Եթե հումոր ասած հա, մարդ ասում է, եղբայր, ես կոմերցիոն եմ, ես այլ կերպ, իմ ֆինանսական խնդիրները լուծել չեմ կարող։ Հիմա բայց պետությունը բռնի փագի, պիտի ասեն, փագեցին, всё, մեր գործը մեր ձեռից տարան։ Դասն, էլի պետությունը ալիպտի սկսել պետության վրա բան անել, էլի գորգրալ։ Հիմա տեսեք, 25 տարի առնվազն այն ինչ որ մենք լավ չասենք պետությունը, իշխանությունները տարբեր ժամանակահատվածներում մենք ԱԼՄ ենք ունեցել, մենք ԱԼՄ-ի վրա դաստիարակված ծերունդն է հիմա մեծացել, դարել է տենց։ Տեսեք, ԱԼՄ-ն այդ առանձին պատմություն է, մի օր կարելի է հա տենց հոգեբանների ծերունդները է դրա վրա դաստիարակվել։ Մի օր կարելի է հոգեբանների հետ այդ խնդիրը քննարկել ԱԼՄ-ի ֆենոմենը որպես այդպեսին, բայց եթե ընդհանուր առմամբ ենք վերցնում, տեսեք, շատերը կան, որ պնդում են, որ 20-25 տարվա ընթացքում միտումնավոր քաղաքականություն տարվեց TV-ներով, միտումնավոր դարվել է, այնպես չի որ մենակ կոմերցիոն խնդիր է լուծվում եւ այդ միտումի նշանակետերից մեկը հասարակության ընկալումներ ընդհանրապես մշակույթի հետ կապված, այսինքն որքան հնարավոր է իջեցնել այդ պատկերացումը։ Ուժացված է եղել, դա էլ է ուժացած։ Ու այդ ընթացքում 6-8-ը դարձավ դոմինանտ, երաժիշտները կհասկանան ինչի մասն է խոսքը 6-8-ը ասելով, մնացած բոլորի համար եթեր էլի։ Հա, խոսքը ռաբիզ երաժշտության մասին է ու մինչև հիմա ես բան չունեմ ռաբիզի դեմ չի իմ ասած, ընդհակառակը ռաբիզի կողմ է, եթե խելացի մտածել, որտեղ ինքը իր տեղում շատ դժվար է մի բանը որ իր տեղում չի, այդ ինչը որ իր տեղում չի, իրան էլ է դժվար։
չի կարա էլի ցենք ոնց ասեմ չի կարա ուղիղ եթերով այդ երաշտությունը քեֆի ուրախության հարսանիքի համար է ամեն ինչ պետք է իր տեղում լինի չի կարա մեծ բեմում լինի տաշ տմբլեն այդ որակի այդպես կոմպյուտերներով ու բաներով Հիմա տեսեք, ասում եմ, որ դա արվեց միտումնավոր, ընդ որում արդյունքում որպես հետևանք, ընդ որում ջազնել եմ ես համարում ինչ-որ չափով դասական երաժշտություն, դասականը սկսեց պարտվել ռաբիզին եւ հիմա պարտված վիճակում է, այսինքն հասարակությունը դադարեց ընկալել լավ երաժշտությունը եւ գնաց այդ քաղցր բամբակի հետևից, որովհետեւ հա մենք կասենք ռաբիզ, ռուսները ասում են պապսա, հա ինքը պապսանել ունենք, մենք պապսայել ունենք, հա դե պապսա Հա, չէ, ուղղակի ես ասում եմ պապսա, որովհետև դա մեր ռուսներին հղումանելով, որովհետև դա մեր բառը չէ, այսինքն պոպ երաժշտության մասին են, որում մեր մոտ պոպն էլ գնաց 6-8-ի վրա։ Հա, ասում եմ 6-8-ը ոչ է, ոչ էլ չափ է, 6-8-ը փող է։ Հիմա ռոպ էլի կոնկրետ։ Տեսեք, դուք Պաուլ Մալխասյանը, Ֆորշը էլի մարդկանց կարող եմ թվարկել, այդ են մարդիկ եք, որոնք փորձում են պահել այդ բաստիոնը պահել, Ֆորշը կոնկրետ քաղաքային ֆոլկլորի փորձում եք այդ բաստիոնը, հա, Հախվերդյան Ռուբենը, փորձում եք ինչ-որ մի հատ բաստիոն եք սարքել դուք ձեր համար, այսպես փակվել եք այդ բաստիոնին։ Չէ, չենք փակվել, ընդհակառակը։ Հենց այդ դες դուք շատ հետաքրքիր ասեցիք հասարակությունից, այո, ճիշտ եք ասում, որովհետև դասականը կտրվել է հասարակ ամեն հիմա դրա համար հիմա օրինակ շատ է խրախուսվում վերջերս եղա օրինակ քաղաքապետարանը շատ լավ բան կազմակերպեց դասական երաժշտությունը այգիներում Թումոյի այգում Թումոյի այգում էլ եղավ համերգներ տեղի ունեցան Սիրահարների այգում Մերգելյանի այգում հիմա շատ նորաբաց գեղեցիկ այգիներ կան որտեղ ամառվա այն եղանակներին մի խոսքով որ թույլատրելի է դա որտեվ այդ նույն դասական երաժշտությունը կարելի է ոչ թե ժողովրդին զորով մտցնել դասական Խաչատրյանի ասենք համերգասրահ կամ օպերային թատրոն այլ ընդհակառակը հանել այդ ամեն ինչը դուրս որպեսզի ժողովրդին մոտեցնել հետո ժողովրդը իրան կմոտենա արդեն Այսինքն այն մտքի հետ դուք համամիտ ներկա եմ եղել, շատ եմ կներեկել եմ ձեզ խոսքը կտրում։ Չէ, ես շատ եմ մի քանի անգամ ներկա եմ եղել այգիների համերգի, որը քաղաքապետարանը կազմակերպել է, լեփ-լեցուն մարդ կար, ինքը անվճար համերգ էր, մարդիկ գալիս էին, ձայնը լսում, հավաքվում էին։ ու մի 15-20 րոպե հետո լիքն էր այդ տարածքը երեխաների հետ, պապիկներ, տատիկներ, չգիտեմ, անցորդներ, տուրիստներ, վարտասամանցիներ, մի խոսքով ու բոլորը ասում են, վայ, այս ինչ է տարիքին, այս ինչ լավ բան են արել, այս ինչ հետո այդ նույն մարդիկ հաջորդ անգամ իրանց երեխեքին տանում էին արդեն օպերային թատրոն կամ սիմֆոնիկ դրա համար մենք կտրել շատ ենք մենք կտրել նույնն էլ ջազը առանձնացին ինչ ժամանակին տենց էլիտար տենց բան չկա դա հիմորություն էլիտար ջազը կարա էլիտար երաժշտություն լինի հասարակ ժողովրդի այդտեղի օպերային արվեստն է դրսից ծնվել փողոցներից է ծնվել դասական երաժշտությունն էլ է դրսից ծնվել հետո են մտցրել մեծ բեմեր տենց շքեղ դահլիճներ եւ այլն բայց ամեն ինչը դրսից է ժողովրդի մեջից է դուրս եկել դա համար ավելի լավ է իրանց այդ ամբողջը մոտեցնենք ժողովրդին մոտենա դրան թե չէ մենք անդադ քննադատում ենք այ ռաբիզը սենց այս ինչը սենց այս ինչը մեզ ինքնից բան չենք անում դրա համար որ դա տենց չլինի ժամանակ ամեն ինչ իր տեղում կլինի դրսի երաժշտություններ տեսեք մենք օրինակ դրսի փողոցային երաժշտություն իմաստով չեմ ասում փողոցային դրսի երաժշտություն որը ես օրինակ շատ կուզենայի որ դուրսը նվագող երաժիշտը ոչ թե լիներ մուրացկանի կարգավիճակում որը հազիվ այդ գործիքը նվագում բայց մի 100 դրամ տվեք ոչ ընդհակառակը այդ դրսի երաժիշտը այդ դրսի այդ դրսային տարածքը պետք է այդ երաժիշտի համար հենց թեկուզ երիտասարդ երաժիշտների համար ինքնաղարտահայտվելու հարթակ կլինի այսինքն առաջին բեմ Հա, բայց ինչի՞ չէ, իրոք լիքը կոնսերվատորիայում երեխեք կան երիտասարդ, որոնք կարող են դուրս գալ, մի հատ դասական լարային քարյակով հիանալի
ռեպերտուարով Կոմիտասյան, Ասլամազյան, չգիտեմ, եկմի ցանկացած դասական քարյակի ռեպերտուարով հանդես գալ դուրսը, դե տուրիստներ իր համ դրանով գումար կաշխատեն, համ տուրիստները կամ էլ ժողովրդից նույն Երևանցին կլսի լավ որակյալ երաժշտություն, պարտադիր չի վատ հագնված տենց մեղք դեմքով կանգնել տենց փող մուրալ երկու նոտա նվագել։ Ես չեմ ուզում տենց Երևան։ Ինչպես փողոցային երաժիշտների հետ կապված տենց շատ քննարկումներ եղան վերջին տարիների ընթացքում, շատերը բողոքում են, ասում են մեր լուսամուտի տակ առավոտից երեկո ինչ-որ կլարնետ դհոլ բան չէ։ Ես քաղաքապետարան այնքան եմ բարձրացրել այդ խնդիրները, բայց դա կարգավորվի, դա կարգավորման։ Լավ, մենք այդտենց համապատասխան տարածքներ չունենք, լավ, ասենք։ Ունենք, ոնց չունենք։ Ունենք տեղեր, նախ նայեք, աշխարհի ցանկացած երկրում տենց է։ Նախ օրենք գոյություն ունի, ժամ գոյություն ունի ու հեռավորություն գոյություն ունի բնակելի տարածք։ Դու այդ խմբերը, ովքեր որ դուրս նվագում են, իրանք հայտ են ներկայացնում։ Նախ այդ քաղաքապետարանում ձևավորվում է բան հանձնաժողով, որոնք տեսնում են այս մարդիկ ինչ երաժշտություն են նվագում, ոնց են նվագում, ինչ տեսք ունեն դուրսը, ինչ են ոնց են ներկայանում։ Ու իրանք տրվում է ժամ ու տեղ։ Ու իրանք դրա համար վարձ են տալիս նույնիսկ։ Ու բավականին շատ։ Ու հələ մի հատ էլ հարկ են վճարում։ Բայց այդ որ ասում եք այնտեղ հանձնաժողովը հավաքում, խորհրդային միության հոտ առան։ Չէ, ինչի, թեկուզ, բայց ինչ վատ բան է, բայց որ ամեն մի ոնց որ ասած անորակ բան չդուրս գա հյուսիսային պողոտային։ Չարենցը ռուսերեն բառեր օգտագործում դրա համար, ասում էր պրախադզիմեց։ Հա, հանձնաժողովը վատ բան, հանձնաժողով ամեն տեղ էլ կա, այդ մենակ սովետական միությունում չի հանձնաժողով ձևավորվում։ Այդ վատ բան չի, բայց դա էլ պետք է ինչ-որ մի ձևի զտվի, չէ։ Դե հիմա այդ երաժիշտների հետ էլ որ խոսում ես, ասում ես, ասում ես պիտի հյուսիսային պողոտայում նվագեմ, որովհետև հա այնտեղը հոսքը, այնտեղ ես մի երկու կոպեկ կարող աշխատեմ։ Չէ, տենց չի, հետի տենց չի, որ որակյալ բան եղավ, անորակ բանը իրան դուրս է գալիս։ Դու որակյալ բան ես տալիս, անորակությունը դու կամաց դուրս է գալիս, կամ տեղը փոխում է։ Պարկաստու լիքը սիրուն այգիներ կան ու օրնել ունի գոնե մինիմում 12 ժամ ցերեկային էլ չեմ ասում գիշերները նվագեք, բայց գոնե մի 10-12 ժամ, 2 ժամ մի խումբ կարա նվագի միտեղ, մի 2 ժամ մի ուրիշ տեղ մի ուրիշ խումբ կարա նվագի, հետո կարող է նույնիսկ այդ խմբերի մրցույթ լինի, կարող է ինչ-որ մի խնդիր է առաջանում, պարոն Հայրապետյան, բայց որովհետև ես հիմա տենց հիպոթետիկ թեզեր եմ ուղղակի առաջարկում, քանի որ ես ավելի գործնական լավագույն խումբը կարող է պարգևատրվի։ Մենք ինչ խոսում ենք, մենք խոսում ենք Երևանի մասին։ Հա, որովհետև Կապանում պատկերացնել փողոցի երաժիշտներ կամ Եղեգնաձորում կամ ասենք, չգիտեմ, Բերդում, անգամ Գյումրիում։ Հա, մի քիչ այսպես ուղեղը չի բարձր, որովհետև այնտեղ չէ։ Դա էլ ալնելու, ինչի՞ չէ, որ Գյումրիում է շատ լավ մշակութային ավանդույթներ կան։ Գիտեմ, բայց այնտեղ փողոցում նվագելը այսպես ավելի շատ տանում է ընկալումների իմաստով, ասում տանում է դեպի մուրացկանություն։ Դե դա էլի հենց այդ ընկալումը հասիբը տուրը։ Հենց այդ ընկալումն է պետք վերա իմաստավորել։ Ես օրինակ ինքս հաճույքով իմ տրիոյով մի օր դուրս կնստեի կնվագեի։ Հա, բայց դուք այդ աշխատած գումարն էլ ինչ-որ մեկին մի լավություն կարան գործ ճանաչում են, ձեզ գիտեն, դուք հասկանում եք, որ պրոֆեսիոնալ երաժիշտ եք, որը ասում է ինչ-որ ակցիա է անում, հա, այս դեպքում, հա։ Իսկ մարդ, որը առավոտից երեկո, օրինակ ես հիշում եմ, ես որ երիտասարդ էի, մի երեխա կար, բանի Մաշտոցի պողոտայի վրա ամեն աստծոր ես այդ երեխուն տեսնում էի ու քանի որ ես ինքս նախկին ջութակար եմ, ես հասկանում էի, որ այս երեխան իր տնային աշխատանքը անում էր փողոցում, հա, պարապում էր ու դե անցնող դարձնող մի քիչ գումար էր տալիս, հա, ու ինքը համ իր մասնագիտական կարիերայի բայց պարապում էր, ոչ թե գլուխ էր պահում։ Չէ, պարապում։ Գոնե այդ մի լավ բան։ Հա, փողոցից այդ մի լավ բանը ինքը իր հետ տարավ։ Հիմա տեսեք, մենք խոսեցինք փողոցի վերաբերմունքի մասին, կամ փողոցի նկատմամբ վերաբերմունքի մասին։ Հասկանալի է, որ դա ընդհանուր առմամբ մշակութային բավական մեծ պլաստ է, որը մեր կյանքում ուզենք թե չուզենք շատ մեծ տեղ է գրավում։ Հա, քաղաքային մշակույթ հաստատակոչ։ Բայց ես այդ
փողոցի մասին չեմ խոսում։ Քաղաքային մշակույթը, ընդ որում քաղաքային ֆոլկլորը որպես այդպեսին, եթե նկատել եք, երբ որ սկսել է մահանել կամաց, որովհետև 60-ական 70-ականների այսպես անցած դարի ծաղկում ապրեց, հետո 1-2 էնտուզիաստների, այսպես ասեմ, նույն ֆորշի կատարում ռաբիզ երկիչներից փորձում էր ինչ-որ ժամանակահատված Հովիկ Խաչատրյանն էր փորձում ինչ-որ քաղաքային ֆոլկլորի հետ կապված բաներ։ Այն Կիրովի այգի կար, որտեղ կար փողային։ Հիմա էլ այդ այգին կա, մի քիչ ուրիշ անուն։ Փողային նվագախումբ կար, շատ լավ։ Փոքր բեմ կար, իրանք տենց ծրագիր ունեին փողային։ Կինո Մոսկվայի դիմացը նվագախումբ կար, նվագում էր։ Կինո Նայիրի մեջ նվագում, սեանսերից առաջ նվագախմբեր կային, նվագում էին մարդիկ, երբ որ մտնում էին կինո դահլիճ ֆիլմ նայելու, ամառային կինոթատրոնը, կինո Մոսկվայի, այդ տրադիցիաներ ա եղել, որոնք հիմա վերացել են, կարելի է դա վերականգնել կամ նորովի ինչ որ մի Դե հիմա մարդկանց ասում ես փնչացնում են, ասում են դե սովետից մնացու կա, մեզ պետք չի, հետաքրքիր չի, ումա պետք։ Դե որ լավ բան լինի, պետք է լինի։ Ամեն ինչ նայեք, միշտ մի հատ նոր բան որ լինում, սկզբից բոլորս մի հատ թարս են, չէ՞, նայում այդ ամեն ինչին։ Հիշում եք ինչ աղմուկ բարձրացավ Արնո Բաբաջանյանի քանդակի վերաբերյալ, հա, բայց հիմա այսօր մեր քաղաքի լավագույն քանդակն է։ Արնո Բաբաջանյանի քանդակը, բայց ինչ աղմուկ բարձրացավ, որտեղ ինքը անսովոր էր, մոդեռն էր, գերեզմանակար չէր, էլի քանդակ էր, ոչ թե արձան էր, այլ քանդակ։ Դա էլի արձանի ու քանդակի տարբերությունը, այդտեղ Կոմիտասինն էլ արձան չի, օրինակ քանդակը։ Հա, երևի միգուցե, բայց հիմա տեսեք հասարակությունը ինքը անընդհատ այդ կոպիտ բառ կարող է օգտագործում, ինքը ճղվում է, որն է ճիշտ, որն է սխալ։ Կա սխալ մշակույթում։ Գիտեք ինչ, դե չես կարող, ախր մշակույթը շոկոլադ չի, որ բոլորին դուր գա մի անգամից ու բանել, շոկոլադը չի, որ բոլորին ա դուր գա։ Հա, մարդկան անգամ ալերգիա ունի։ Մարդկա չի սիրում, չէ։ Դե համար տենց չես կարող բոլորին գոհացնես, տենց չի լինում, էլի։ Բայց այն որ ավելի լավ է մի բան անես, կանցնե մի ուրիշ բան քննադատես, այդ հաստատ։ Քննադատելը շատ ավելի հեշտ է, նստել բազկաթոռին կամ թախտին ու հա մեր մոտ այդ բանը թախտաբիտիությամբ զբաղվել։ Մեր մոտ դա տարածված է, չէ՞, դիվանային զինվորականներ ունեն։ Դիվանային թախտաբիտիություն, էլի։ Հա, դիվանային թախտաբիտիություն։ Հիմա որպեսզի հասարակությունը այնուհանդերձ պայմանական եմ ասում, ճիշտ ուղղությամբ շարժվի։ Ինչ պիտի արվի դրա համար, որովհետև տեսեք, պետությունը ասում է, եղբայր, առաջարկեք, ես ինչ անեմ, ես անեմ։ Ասում է, լավ, ինչ եք ուզում, ես ուզում եք թատրոններին փող եմ տալիս, ես էս եմ անում։ Ես հիմնադրամներ շատ թատրոններ արդեն ինքնաֆինանսավորմամբ են վաստակում իրանց գումարել, որտեվ էդ էլ է, տես ամեն անգամ նստել պետությունից անընդհատ փող ուզելն էլ մի բան չէ, որտեվ մի օր կարող է պետությունը ասի կներես, բայց ես պետք փողը տալիս եմ, բայց քո մոտ բան չի փոխվում։ Ես տալիս եմ ոնց որ ասում ավելի լավ է քեզ ձուկ բռնել սովորացնեմ, կանց դե ամեն անգամ քեզ ձուկ տամ։ Դու ձուկը քեզ ավելի լավ է քեզ շանս տամ դու ձուկ բռնի, որը ձուկը ինքդ սարքես, ինքդ ուտես, ոչ թե քեզ ամեն անգամ ձուկը տամ դու ուտես, հետո ասես ձուկը սպրծավ, մի հատ ձուկ տուր։ Հիմա տեսեք, հենց այդ տրամաբանության մեջ խումբ կա մարդկանց, որոնք ասում են պետությունը պետք է վճարի, որոնք պետությունը այդ վճարելով պիտի պատվեր իջացնի։ Երկրորդ ասում է, չէ, պիտի ուղղակի փողը տա, երրորդ խումբը որ կա, ասում է պետությունը ընդհանրապես պիտի չխառնվի, որտեղ մշակույթը այնպիսի մի սուբստանտ է, որը ինքնուրույն իր ներքին զարգացումների արդյունքում ու հաշվին ինք կբերի կհանգեցնի հասարակությանը այն կետին, որտեղ այդ հասարակությունը պետք է գտնվի։ Հիմա դուք այդ երեքից որ մեկի կողմնակիցն եք։ Դա երեքն էլ ինձ թվում է ընդունելի տարբեր, նայած ինչ է նպատակը։ Նայած նպատակ, այո, կարող է պետությունը ինչ-որ բան է պատվիրում, պետական պատվերի շրջանակներում գումար է տալիս, ասում է, այս ինչ բան է։ Չէ, ընդհանրապես պետությունը իր տակ է քաշում մշակույթը, ոնց որ խորհրդային տարիներին էր, ասում էր հասարակություն դու պիտի ես լսես, դու անպայման պիտի լսես դասական երաժշտություն,
կոպիտ ասած ռաբիզը մարգինալացվում է, ինքը առանձնացվում է։ Դե ինձ թվում է, այո, պետությունը պետք է ունենա մշակութային քաղաքականություն այդ միանշանակ։ Բայց թե արդեն դե ես այն կողմնակիցներ չեմ, որ գեստապո լինի, որ անպայման պետք է սենց լինի ու վերջ էլի, որտեղ ստեղծագործող մարդուն չես կարող դնես ինչ-որ շրջանակների մեջ, ասես տենց պետք է անես ու այս ոչ այս կողմ, ոչ այն կողմ էլի, ոնց որ օրինակ են Ստալինյան կամ Խրուշովյան ժամանակաշրջաններում էլի, Հասկացա։ ժամանակ տենց էր, ասում էին без первой премии не возвращаться, էլի կարող է ռաստրել ուղարկեին Սիբիր, էլի։ Բայց այդ մի կողմից իր լավ կողմերը ուներ, որտեղ դու արդեն քո վրա ուրիշ պատասխանատվություններ դրած։ Դրա համար էլ Կոգանի նման ջութակարը գնում էր աշխարհահռչակ փառատոներին առաջի մրցանակ էր բերում, կամ Դավիթ Օյստրախը կամ Կոգանը կամ մի խոսքով։ Շատ էին։ Ու բոլորը հրյա։ Հա, դե հա, ասում եմ բարի։ Չէ, իհարկե հումոր էստեղ ռասիզմ կամ նացիզմ չկար իմ ասածի մեջ։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցն էր ջազ երաժիշտ Վահագն Հայրապետյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն երկու շաբթի օրը նույն ժամին, նույն վայրում։ Հաջողություն եւ համբերություն բոլորիս։